շատ ցավոտ անցում է տեղի ունենում մեր առաջին հերթին մեր մտքերում, ինչ որ առումով նաև ֆիզիկապես անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան։ Պատմական Հայաստանն իրական Հայաստանից բաժանելը կեղծ եւ արհեստացի տնտեսություն է։ Մենք իրական Հայաստան ենք համարում Հայաստանի Հանրապետությունը, ըստ այս վարչախմբի կողմից ներկայացված հայեցակարգի, բայց որտեղ է գտնվում այդ այսպես կոչված իրական Հայաստանը։ Պատմական Հայաստանի մի փոքր, 1/10 մասում ընդամենը։ Այսինքն իրական Հայաստանն ըստ էության հենց պատմական Հայաստանն է, իսկ պատմական Հայաստանն այսօր էլ կա աշխարհագրական առումով։ Դա հայկական լեռնաշխարհն է, մեծ եւ փոքր հայքը։ Եթե մենք պատմական Հայաստանի մի փոքր մասում ունենք իրական Հայաստան, եւ եթե դա Հայաստանի Հանրապետությունն է, դա չի նշանակում, որ դրանից դուրս գտնվող պատմական Հայաստանն իրական Հայաստան չէ։ Պատահական չէ մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է վերացնել մեր պետականությունը, սրանք առաջ են մղում օրինակ հայոց ցեղասպանության զոհերի հաշվարկի հարցը։ Հայոց ցեղասպանության զոհերին ցուցակագրելու պատճառի հարցում կա երկու տարբերակ։ Կամ դա ինչ-որ մեկի ռոմանտիկ, ցնորամիտ գաղափարն է, որին դժվար է հավատալ, կամ դա ինչ-որ ծրագրի մի մաս է։ Հայոց ցեղասպանությունը ժխտողները, մեր թշնամիները, ցեղասպանություն իրականացրած եւ նրա եղբայր պետությունները այս պահին եւս մեր հանդեպ ցեղասպանություն են իրականացնում։ Նման հարցի բարձրացումը նշանակում է ջուր լցնել նրանց ջրաղացին։ Ընդամենը վերջերս Արցախում էթնիկ զտում իրականացրած պետությանը նպաստող քայլ է դա։ Հնարավոր չէ հաշվել 1.5 միլիոն զոհերին։ Եթե ոչ դու հռչակագիր ունես, ոչ ասում ես, որ ինձ ցեղասպանություն են արել, դեռ մի բան էլ ես եմ արել այդ ցեղասպան։ Ոչ ես են, այսինքն դու կտրում ես քո արմատները, դու դառնում ես մի, կասեն ռուսները կալաբոկ, մնում է արդեն անտարբեր լինել, թե ով կգա ու քեզ կուլ կտա։ Շատ վատ է, որ մենք չենք կարողացել ժամանակին ճիշտ կողմնորոշվել մեծ տերությունների հակասության մեջ, ինչպես հիմա ճիշտ չենք կողմնորոշվում։ Ինչ որտեղ նաև մեր սխալների պատճառով էր, որ այդքան զոհ ենք տվել։ Բայց Եղեռնը հաշվվում է հին տոմարով 1915 թվականի ապրիլի 11-ից, երբ մտավորականներին ձերբակալեցին։ Ինչպես հաշվենք, երբ ծխամատյաններ չկան։ Եղել են ընտանիքներ, որոնց ոչ բոլոր անդամներն են գրանցվել։ 1.5 միլիոն զոհ ենք ասում, բայց ցեղասպանությունն իր մեջ մի քանի տարր է պարունակում՝ տեղահանություն, էթնիկ զտում եւ այլն։ Իթիհատական եռյակի հրամաններում գրված է, որ պետք է սպանել բոլոր երեխաներին, բացի նրանցից, որոնք ոչինչ չեն հիշում։ Նրանց թրքացրել կամ քրդացրել են, այսինքն նրանք դադարել են որպես հայ գոյություն ունենալուց։ Հայոց ցեղասպանությունը սկսվել է ոչ թե 1915-ի ապրիլին, այլ 1914-ի աշնանը, երբ շարքից հանեցին Զեյթունը։ Ինչպես հիշենք, թե մեր պապերն ինչ են պատմել, քանի անդամ է եղել նրանց ընտանիքներում, ինչքան մարդ է զոհվել։ Անգամ մտավորականների թիվը հստակ չգիտենք։ Շատ այլ փաստեր կան, որոնք վկայում են, զոհերի թիվը հաշվել հնարավոր չէ։ Սա ենթադրում է, որ հայոց ցեղասպանության զոհերի թիվը կրճատելով փորձում են նաև մոտեցումը փոխել։ Գրեթե ողջ աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, թեև մեր թշնամի պետությունը Թուրքիան այն չի ընդունում։ Քանի որ հնարավոր չէ հաշվել ցեղասպանության զոհերին, այս կերպ քայլ է կատարվում թուրքերի օգտին, աստիճանաբար հայոց ցեղասպանության հարցն օրակարգից հանելով։ Վերել այսպես նենգափոխել խաղաղություն հասկացությունը եւ անվտանգություն հասկացությունը, ասել անվտանգության ձգտելով մենք վտանգելու ենք խաղաղությունը։ Դա ուղղակի կներեք հանցագործություն է, սահմանադրական հանցագործություն է, որովհետեւ ի պաշտոն է այդ մարդիկ պարտավոր են ապահովել անվտանգությունը, պարտավոր են իրականացնել անվտանգությունը, այդ թվում ռազմական անվտանգությունը ապահովող միջոցառումներ։ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։ Էթնիկ զտումը եւ բռնագաղթի հարկադրանքը ցեղասպան քաղաքականություն են, այլ բան չեն։ Բնիկ տարրն Արցախից տեղահանեցին եւ դարձրին փախստական աշխարհի մեծերի լուռ օժանդակության պայմաններում։ Նշանակում է դու գնում ես այն ծրագրերի հետևից, որոնք իրականացնում են մեր անմիջական թշնամիները։ Փաստորեն այս կերպ դու ջուր ես լցնում նրանց ջրաղացին, ովքեր մեր հանդեպ ցեղասպան քաղաքականություն են իրականացրել եւ շարունակում են դա հերքել, չընդունել։ Սա տրամաբանորեն ի վերջո բերելու հանգեցնելու է նրան, որ ինչ որ մի օր սկսեն պնդել, թե իբր ցեղասպանություն առհասարակ չի եղել։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։